Այ ժողովուրդ ջան, երբ մեր սիրելի Երևանում սկսեց վայրի շինարարություն, պետք չէր մտքի դիտան լինել հասկանալու, որ այդ գործընթացը սահուն չի ընթանա։ Ու ոչ միայն շատերը օլիգարխ շինարարի ձեռքից տուժելով տնազուր կդառնան, այլև կունենանք դժբախտ այլ իրավիճակներ։ Ասենք, որ այնտեղ շենքերի կառուցման համար բեզբոժնի թույլտվություններ եք տալիս, գոնե կես վայրկյան մտածում եք հարևանության բնակվողների մասին, թե ձեզ համար կարևորը միայն փողն է։ Նման մի դիպված օրերս արձանագրեցի Չարենցի փողոցում, ու միայն երջանիկ պատահականությամբ է, որ մարդ չտուժեց։ Կեսգիշերից մի քանի րոպե առաջ պատրաստվում էի քնել, թոթափելով հերթական լարված օրվա բեռը, մեկ էլ զանգ, Շամշան, շուտ հասի Չարենցի փողոց։ Ստեղ սեփական տներից մեկը փլուզվել է ու լիքը մարդ են տարհանում։ Սա իսկապես ֆորս մաժոր էր, ու կարող եք պատկերացնել, թե ինչ արագությամբ հագնվեցի ու ճամփա բռնեցի նշված փողոց։ Կարելի է ասել զանգից մինչև տեղ հասնելը մոտ 20 րոպե քաշեց։ Հասնելով դեպքի վայր, ֆիքսեցի, որ ահազանգողը ընդհանրապես գույները չէր խտացրել։ Հենա տեսնում եք սեփական աչքերով։ Կարող էր գազից չի։ Դե հիմա ասեք, ինչ եք տեսնում փլուզված շինության հարևանությամբ։ Այո, վերամբարձ կռունկ, ինչը հուշում է, որ այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Քիչ անց պիտի պարզեի, որ հերթական էլիտարն է կառուցվում։ Չգիտեմ, թե ինչ չափորոշիչների հիման վրա են թույլտվություն տվել, բայց փաստը մնում է փաստ։ Հենց այդ աշխատանքների ավելի ստույգ փորված փոսի պատճառով է, որ այս տանը փլուզում է տեղի ունեցել։ Պատուշ կոմբը փլվել է, շինարարություն են արի խեղճ մարդու։ Ասացին, որ նախքան իմ հասնելը փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի։ Նկարահանումների պահին համայնքային ոստիկանները պարզում էին տան սեփականատերերի ինքնությունը։ Պարզելուց հետո էլ թող վերադասին զեկուցեն, որ տեղի ունեցածը շինարարական սխալ հաշվարկների հետևանք է։ Հավաքվածները պնդում էին, թե շինարարություն ծավալողները պետք է փոխհատուցեն այս տան բնակիչներին կրած վնասի համար։ Տեսնենք, ասեմ իմանաք ժողովուրդ ջան, ինչքան հարուստ են լինում, այնքան խնայում են։ Նենց որ եթե հանկարծ գումարի հատկացման հարցում գլուխ պահեն, ուղիղ դատարան դիմեք, հաստատ կհաղթեք։ Լավ, անցնենք վթարներին։ Ավելի ստույգ ներկայացվող դեպքը ինքնավթար է։ Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Չայնի ոլորանների սկզբնամասում ենք։ Այս հատվածով երբևէ երթևեկացները հիմա հաստատ վախի ձայն հանեցին ու ճիշտ էլ արեցին։ Չէ որ խոսքը խորը անդունդի մասին է, իսկ տվյալ դեպքում Կիայի վարորդը ժամը 15-ի սահմաններում դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գողաշրջված հայտնվել է ձորում, ապառաշ քարերի վրա։ Բեմիները կցածնել է ոչ մեկի բան չել է, իր հետ հոգեն մեջը քեծված կետ։ Հիմա ուշադրություն, կհավատաք, եթե ասեմ, որ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել։ Համենայն դեպս, երբ ինձ նման բան ասացին, չհավատացի, բայց ժողովուրդ ջան, իրականությունը դա է։ Ու գիտեք ինչա այդ հրաշքի անունը՝ ամրակապվել։ Հլը հետևիցս կրկնեք՝ ամրակապվել։ Այո, վարորդն ու երկու ուղևորները, որոնցից մեկն անչափահաս է, հրաշքով են փրկվել եւ ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել, քանի որ եղել են ամրակապված եւ հենց ամրագոտին է նրանց կյանքը փրկել։ Զգուշ վտանգավոր է ցեխը, է։ Էս հլա իրանց բախում։ Այն կողմից է եկե, այն կողմից եկել է հեսու։ Մի հուզիչ պատմություն ստեղ եղավ։ Ամրակապված ու փրկված այս երեխան ցանկություն է հայտնել ինձ տեսնել։ Չեք պատկերացնում, թե ինչքան է ուրախացել։ Երեխան նման փորձության ենթարկվելով ծանր ապրումներ է ունենում, բայց ուզում է ինձ տեսնի։ Բայց պատիվ է ինձ համար։ Քաղցր ջան, ապրես, որ ամրակապվել ես։ Կգնաս ու բոլորին ամրակապվելու առավելությունների մասին կպատմես սեփական օրինակիդ հիման վրա։
Ներկայացվող ու անցնող դեպքերի միջև կա թե տարբերություն, թե ընդհանրություն։ Նախ ասեմ, որ օրը ցերեկով Մարգարավ Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասնակիցներից մեկը Էլի Կիա Ֆորտե է եղել։ Պարզապես այս դեպքում գործ ունենք ոչ թե ինքնավթարի, այլ վթարի հետ։ Վթար, որը ցավոք ունեցավ ողբերգական ավարտ ու երևի թե նաև այն պատճառով, որ մեքենայում գտնվածները համենայն դեպս ըստ հավաքվածների ամրակապված չեն եղել։ Նայում էի վթարված մեքենաներին ու փորձում էի հասկանալ, թե ինչ է ստեղ կատարվել րոպեներ առաջ։ Ասենք 07-ի վնասվածքներից կարելի է պատկերացնել, որ Կիան մխրշվել է նրա ձախ հատվածի մեջ, թեև առջևի հատվածն էլ բանի պետք չէր։ Իսկ ահա Կիայի հիմնական վնասվածքը առջևի հատվածում էր։ Ընդ որում, բախումն այնքան ուժգին է եղել, որ հենա դիմապակու վրա երևում են գլխի հարվածի տեղերը։ Մոտավոր կարող եմ ասել, որ բախումը գրեթե ճակատային է եղել, ինչը նշանակում է, որ մեքենաներն ընթացել են հանդիպակաց գոտիներով։ Ասացին, որ վթարի հետևանքով երկու վարորդներն ու մեկ ուղևոր տեղափոխվել են ապարան բժշկական կենտրոն։ Պարզեցի, որ Կիան վարել է 26-ամյա Արամը, իսկ 07-ը 21-ամյա Հայկը։ Նրանց մեքենայից դուրս բերելու համար ապարանի փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։ Ցավոք, մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 07-ի վարորդը 21-ամյա Հայկը գիտակցության չգալով մահացել է։ Ով կասի, թե քանի անգամ ենք զգուշացրել, որպեսզի ջրամբարներում հատուկ ուշադրություն դարձվի անվտանգության միջոցներին, այլքանի դժբախտ ու ողբերգական դեպք պիտի ներկայացնենք, որպեսզի իրավասուները հասկանան, որ խաղում են մարդու կյանքի հետ։ Հերթականը արձանագրվեց Երևանում ապրիլի 4-ին, առավոտյան 6:30-ի սահմաններում։ Հենց այդ ժամին են Արաբկիրիի ոստիկանները տեղեկություն ստացել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի քանակեր հեկի ջրամբարում երկու քաղաքացիներ են ջրահեղձ եղել։ Այդտեղ էլ որ եկավ թռավ, Ընդեղած ելավ իր առաջոտ, ընդեղած։ ընդեից թռավ եկավ ստե։ Հենա տեսնում եք, թե ինչպես է ականատեսը պատմում եղելությունը։ Ասում է, որ տեսել է, թե ինչպես է երիտասարդը անզգուշաբար ընկել ջրամբարը։ Ընկերն էլ նետվել է, որպեսի նրան փրկի, սակայն չի կարողացել։ Ինքը եւս ջրահեղձ է եղել։ Սարսափելի պատմություն, որը նաև ուսանում է, թե իրականում ինչպիսին պետք է լինի ընկերը։ Այս ամենը ականատեսը պատմում էր ջրասուզակին, որը արդեն դուրս էր բերել ջրահեղձ եղածներից մեկի մարմինը ու պատրաստվում էր անցնել մյուսի որոնողական աշխատանքներին։ Ի վերջո ջրասուզակին հատուկ փրկարարներին ու փրկարարներին հաջողվում է դուրս բերել նաև ջրահեղձ եղածներից մյուսի մարմինը։ Ինչպես հետո պետք է պարզվեր, նրանք Իրանի քաղաքացիներ են, 24 եւ 25-ամյա երիտասարդներ։ Հալալա ձեր դաստիարակությանը, ընկերասիրությանը։ Հիմա ես հասկանում եմ, թե Իրանը ինչի հաշվին է դիմադրում Ամերիկա-իսրայելական զորքերին։ Սենց մտորումների մեջ չեն կընկնի, եթե իրավասուները բարի լինեին, թեկուզ պաշտպանիչ սետկա քաշեն, ինչի մասին 100 անգամ ասել ենք, տեսնես դրանք ընդհանրապես խղճի զգացում ունեն, թե ոչ, դժվար, թե չէ հաստատ իրար կգային։ Հենա, գտնվավ։ Կեսգիշերից մի փոքր անց Երևան Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգության մասին։ Մենք ստիպված ենք իջեցնել դեպքի վայրում տեսախցիկիս արձանագրած ձայները, որպեսզի հեռուստադիտողի համար լսելի չլինեն տասնյակ հայհոյանքները, որոնք ուղղված էին այս զիլի վարորդի հասցեին։ Ահա որ էր ժողովուրդ ջան, թեպետ կադրերը հենա ամեն բան պատմում են, որ զիլն ու Ֆորդ տրանզիտը իրար են բախվել եւ որ մեքենաների քաշից ելնելով այդ բախումը լուրջ հետևանք է ունեցել ոչ միայն ժեշտի, այլև մարդկային տեսանկյունից։
Երեք երեխա թողեց անտեր։ Այս զռլամա զիլի ղեկին եղել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա նվերը, իսկ Ֆորդը վարել է Արմավիրի մարզի բնակիչ Արտակը։ Ամենայն հավանականությամբ շուկա էր գնում հալալ քրտինքով աչեցրած բանջարեղենը վաճառելու, ցավոք չասավ։ Վթարի հետևանքով Արտակը տեղում մահացել էր։ Ինչպես արդեն ասացի, իրավիճակը դեպքի վայրում բավականին լարված էր։ Տեղեկանալով վթարի մասին, Ֆորդի վարորդի հարազատներն ու ընկերները արագ հասել էին ու տեսնելով, որ նա մահացել է, փնտրում էին զիլի վարորդին, փորձելով նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնել ու ջարդել եւ հրկիզել նրա ավտոմեքենան։ Այդ անասունին որդուս գտնենք։ Ոչ բարի։ Այստեղից սռացել ու Այս իրավիճակը տևեց մոտ 10 րոպե, ու եթե պարեկները, համայնքային ոստիկանները, փրկարարներն ու անգամ շտաբօգնության բժիշկները չմիջամտեին, հայտնի չէ, թե ինչ կկատարվեր դեպքի վայրում։ Հավաքվածները նշում են, որ մահացածը 3 երեխաների հայր էր, Աստվածին։ Իսկ զիլի վարորդին լավ էին արել պարեկները, որ հեռացրել էին դեպքի վայրից, քանի որ եթե հավաքվածները նաև տեղեկանային, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական, հաստատ լինչի դատաստանն էին տեսնելու։ Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են։ Տեսանյութն արդեն պատրաստ էր, երբ սարսափելի գույժ ստացվեց Արմավիր Գյումրի ճանապարհից։ Հանրությունը ցնցվել էր վերջին երևի մոտ 8 ամսվա մեջ տեղի ունեցած ամենամասշտաբային վթարի լուրից։ Մասշտաբային ասելով նկատի ունեմ ոչ թե հանգամանքը, թե ինչպես է BMW-ն գլխկոնձի տվել այս զորակը, այլ մարդկային կորուստների տեսանկյունից։ Վթար, որը հերթական անգամ ապացուցեց, որ որքան էլ պատասխանատուները վիճակագրության դրական միտումների մասին խոսեն, միևնույն է, մեր ճանապարհներին ինչ որ բան այնպես չէ։ տեղափոխվում են Երևան։ 5 զո 3 վիրավոր։ Պետք չէ մտքի տիտան լինել հասկանալու, որ Արմավիր Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրին տեղի ունեցածի պատճառներից մեկը մեծ արագությունն է եղել։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Դրա համար էլ հնչեցնում եմ։ Opel-ի BMW-ի բախման մյուս պատճառներին չենք անդրադառնա, որովհետև խոսքը գնում է 6 այդ թվում 1 տարեկան երեխայի զոհվելու մասին, իսկ այս դեպքում ավելորդ մի նախադասություն կարող է խառնել նախաքննական մարմնի խաղաքարտերը ու ծանր ընդունվել մահացածների հարազատների կողմից։ Անկեղծ ասած, երբ հնչեցրին, թե վթարի հետևանքով 6 հոգի մահացել է, 5-ը վիրավորվել, հրաժարվում էի ականջներիս հավատալ։ Մտածում էի, թե լավ, այդ ինչ պետք է եղած լինի, որ նման հետևանք լինի։ Հասնելով դեպքի վայր հասկացա, որ ցավոք այլ բան հնարավոր էլ չէր ակնկալել։ Այսինքն դարձավ 6 զո։ Ինչպես արդեն ասացի, տեսնում եք, որ Opel-ի հետ բախվելուց հետո BMW-ն հայտնվել է ձորակում։ Հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ աշխատանք են տարել մարալիքի փրկարարները, մահացածների մարմիններն ու վիրավորներին մեքենաներից դուրս բերելու համար, որ այդ առնչությամբ կիրառվել է հատուկ տեխնիկա, կարելի է պատկերացնել, թե ինչ ուժգնության բախման մասին է խոսքը։ Անկեղծ ասած, մի կերպ եմ ինձ զսպում, որպեսզի դիտարկումներս ներկայացնեմ, բայց ինչպես արդեն ասացի, չի կարելի։ Ուստի մեզ ոչինչ չի մնում, քան սգալ 6 հոգու, այդ թվում 1 տարեկան երեխայի անժամանակ մահն ու հարազատներին համբերություն մաղթել։ Այ մարդ, էս ինչ է կատարվում այս ազգի հետ։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։